Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կաբեղապալոյանի հանդիսապետությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի հոգևորականները, Ղազարավանի Մենաստանի միանձնուհիները, վանականները, ուխտավորները միասնաբար մասնակցեցին երեկո անժամերգության։ Մեծ պահքի 40-րդ օրն էր ավարտվում։ Մարդիկ եկեղեցի էին եկել տարբեր վայրերից, առավել խոնարհ ու հնազանդ սրտով, որովհետև անցել են ապաշխարության, ինքնաքննության եւ հոգևոր մաքրագործման ճանապարհի մեծ մասը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն Քահանա Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում հորդորեց ավելի ամրանալ հավատքի եւ սիրո մեջ եւ հուսով լցվել փորձությունները հաղթահարելու ճանապարհին։ Դժվար օրեր ենք ապրում, բայց երբեք հեշտ չի եղել հայ մարդու համար, հայ քրիստոնյայի համար եւ հայոց աշխարհի համար։ Ուր կենթանի Քրիստոս Սուր սիրո քո զորարկեր հերկիր բորբոքյա հանձնի։ Հնչում է ներսե շնորհալու հավատով Խոստովանի 24 տներից բաղկացած այս աղոթքը, որ խորհրդանշում է օրվա 24 ժամերը, շնորհալին անվանել է Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք։ Ամեն տան վերջում հնչում է ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղի ստողը։ Եվ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղի։ Պահքի շրջանում Սուրբ Հարության տոնին նախորդող այս օրերը մեզ տրված են դադար առնելու, լռության մեջ լսելու, ինքներս մեզ վերանայելու մեր քայլերն ու վերագտնելու Աստծուն մեր կյանքում։ Այս ժամերգությունների ընթացքում տեսնում ենք մարդիկ, ովքեր պարբերաբար գալիս եւ մասնակցում են եւ հարազատություն են զգում այդ մարդկանց նկատմամբ եւ նրանց տեսնելիս, ողջունելիս, օրհնելիս զգում ենք, որ սա մեր ընտանիքն է, մեծ ընտանիքն է, ոչ միայն այն համայնքը, որտեղ մենք ծառայում ենք, այլ արդեն ամբողջ թեմից եւ նույնիսկ թեմից դուրս այստեղ գալիս են մասնակցելու հավատացյալներ, ինչը մի տեսակ մեզ համար քրիստոնեական մեծ ընտանիքի այդ մեծ խորհուրդը ել ավելի ակնհայտ է դարձնում։ Արարողության մասնակիցները, խոնարհվելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խնդրեցին Սրբի բարեխոսությունը փորձությունների այս օրերին իրենց հավատքն ավելի ամրացնելու համար։ Աղոթեցին սիրելի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների եւ եկեղեցու զավակների, ապա հայրենիքի, Սուրբ եկեղեցու ու ամենքիս համար։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։